Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, սկսենք մեր աշխատանքային շաբաթը, ինչպես ասում են։ Հատկապես, որ երեք Կիրակի օրը դեկտեմբերի 7-ին բավականին ասելիքներ են կուտակվել, ես չգիտեմ հնարավոր կլինի 1-2 հաղորդումով այդ ամբողջը սենց պարզաբանել, մեկնաբանել, թե ոչ, բայց այնուամենայնիվ որոշ սենց ցցուն դեպքերի պետք է անդրադառնալ։ Երեք երկրաշարժի օրներ եւ մեր հայ ժողովուրդը չի մոռացել այդ ծանր հարվածը, որը ստացավ ու թակեց գրեթե ցանկացած դուռ եւ հենց այդ ծանր հարվածից հետո էլ միասնականության գաղափարախոսությունը նաեւ նոր թափ ստացավ, ինչը բերեց արդեն Արցախյան պատերազմին, հաղթական հրադադարին, ինչը հետագայում տասնամյակների ընթացքում մսխեցին պարզապես 3 իրենց նախագահ հռչակած երևույթներ, որոնք առ այսօր փորձում են անընդհատ միայն արդարանալ, նրանցից մեջտեղինը նորա ինչ որ բանը հանդիպում էր կազմակերպել ինչ որ էլի աշխարհի անխելք բաներներ ասում, գիտեք, ցավալի է սա արձանագրել, երբ որ դիտում ես սրանց հրապարակումները, արդեն տարիների խորքից, արդեն ավելի հասունացած մի փոքր քաղաքականության մեջ, արդեն ծիծաղելի է դառնում, ասում ես լավ, սրանք եղել են նախագահ, սրանք մեր ճակատագիրը իբր պիտի նորմալ կառուցեին, ոնց կարող էին, ոչ, եթե սրանք են եղել նախագահները, ապա մեր օրը պիտի լիներ այն, ինչ որ կա։ Հիմա փառք Աստծո դեպի վերելք է գնում եւ Հայաստանը միջազգային ասպարեզում երբեք այսքան կարեւորված չի եղել, քան հիմա է։ Այնուամենայնիվ գնանք 7 վերք եկեղեցի, որտեղ որ Սուրբ եւ անմահ պատարագ էր մատուցվում, նաեւ զոհերի հիշատակին հենց երկրաշարժի, եւ վարչապետը այնտեղ էին մարդիկ, ովքեր ցանկանում են վարչապետի հետ մասնակցել պատարակների, թե կառավարության անդամներից, թե падգամավորներից, թե հասարակ քաղաքացիներից, իհարկե աղմուկ բարձրացրեցին, թե իբր face control-ով է մուտքը, չգիտեմ, ամեն մարդու չեն թողնում, այո, նրանց ում հանդեպ գիտեն, որ խանգարելու համար են եկել, չեն թողնելու։ Նախ ասեմ, այդ ոստիկանները, որ ձեզ չեն թողնում ձեր լավի համար, որովհետև հուշեմ ձեզ, եթե թողնեին ու դուք խանգարեիք, դուք հոդվածով եք գնալու, որովհետև ծիսակարգը խանգարելը կոնկրետ հոդված է ենթադրում, իրավական պատասխանատվություն է ենթադրում։ Ու սկսվեց, օգտվելով գյումրեցիներին հատուկ, գյումրեցիների բնավորության որոշ գծերից, սկսեցին բոլորը ճվալ ու ճչալ, թե բա հեսա եկան զավթելու, ինչը, Շիրակի մարզը, որը որ տասնամյակների ընթացքում վերածվել է ռուսական հենակետի եւ այնտեղ ռուսներն են ինչ ուզում անում։ Դա Հայաստանի Հանրապետություն է, թե ոչ։ Ինչը գրավել, ինչը զավթել, ինչ արտահայտություններ եք ձեզ թույլ տալիս, անպատասխանատու ընթորում։ Այնուամենայնիվ, շատերը անգամ տեղյակ էլ չեն, թե 7 վերքը ինչի է կոչվում 7 վերք եկեղեցի եւ այլն։ Ես երեք ճշնացած YouTube-յանի մեջով ընթերցել եմ, Wikipedia-ից այն քաղվածքը ինչ որ կա, վերցրել եւ ընթերցել եմ առհասարակ պետք է իմանալ, իհարկե, որովհետեւ դա մեր բոլորիս հարստությունն է։ Դրանից առաջ թեմի ներկայացուցիչները հերթական ղազագիրն էին ներկայացրել, որ իրենց հավատարմությունն են հայտնում, չգիտեմ, Կտրիչ Ներսիսյանին, անունը դնելով կաթողիկոս, գիտեք, ես ուզում եմ հասկանամ, եթե կաթողիկոս է, ապա ձեր աջակցություն հայտնելու կարիքը ինչու կա։ Ինչի համար է հանկարծ առաջացել կարիք, որ հերթով արագածոտներ, հիմա էլ Շիրակի թեմը, հերթով ինչ որ ղազագրեր եք ստորագրում հրապարակում, մենք մինչև վերջ լինելու ենք մեր կաթողիկո։ Ում դեմ։ Լինելու եք նրա կողքին, ում դեմ։ Պետության, քաղաքացիների, ում դեմ։ Գիտեք, հենց այստեղ է խնդիրը, երբ որ ձեզ ասում ենք, որ չի կարելի եկեղեցին քաղաքականացնել, ոչ թե նրա համար, որ վայ նեղվում ենք, որ քաղաքականության մեջ հանկարծ մտնեն, կարող է ամեն ինչ զավթեն, չէ, այլ որովհետև եկեղեցին սրբության սրբոց է, չի կարելի որ մտնի քաղաքականություն, եւ նաեւ հազարամյակներով շատ ճիշտ էր նկատած եղել, որ կանոնագիր քայոցի մեջ այդ կետը գրել են, ներառել են, որ քաղաքականության մեջ չպիտի լինի եկեղեցին, որովհետև նա վեր է ամեն ինչից։
Դուք բերել մտցրել եք քաղաքականություն եւ ընդ որում ներկայիս process-ները, նաեւ ձեր սատարողների հրապարակումները, եթե նայեք եւ սատարողների կենսագրությունը, բոլորը քաղաքական մարդիկ են, եթե կարելի է այդպես սահմանել ձևակերպել, բանա, ու նախկինների մնացորդներ։ Այսինքն զորով քաղաքականացվում է այս ամեն ինչը։ Այն որ եկեղեցու ներսում, ինչպես եւ ցանկացած ինստիտուտի ներսում կա ներքին կառավարում եւ ներքին կառավարման քաղաքականություն, դա նորմալ է, բոլորս ենք հասկանում։ Բայց երբ որ զբաղվում են պետության հետ կապված քաղաքական դաշտով, դա աննորմալ է։ Դա աննորմալ է։ Այդ նույնն է, ոնց որ մի հատ ցանկացած իշխանության ներկայացուցիչ բարձրանա ու, չգիտեմ, եկեղեցում պատարակ մատուցի կամ ինչ որ հարսանիք օրհնի, բան, սս բաներ։ Կարա լինի, չէ։ Այդ նույն բանի մասին է։ Նույն բանի։ Ձեզ հազար անգամ բացատրում էինք, այդ կապան հանեք, նոր գնացեք քաղաքական հայտարարությունները անելու ու քաղաքական process-ներ սկսել հանեք, քաղաքացիական հագուստով գնացենք, որ տարբերվի, որ սա քաղաքացի է, ինչն է, հասկանում եք, որը ունի իրավունք, ով ունի իրավունք, բայց երբ որ դու կապայով ես ու ներկայանում ես որպես եկեղեցական դրանով, ոչ թե դա քո քաղաքացիական հագուստը չի, չէ, ապա դու եկեղեցուն ներքաշում ես կեղտոտ խաղի մեջ, հասկանում եք թե ոչ։ Ասենք օրինակ դուք կներվես, չէ, եթե այդ ոստիկանները երբ որ այնտեղ համազգեստով կանգնած են, իրենց ցանկությամբ որոշումներ կայացնեն որպես քաղաքացիություն, լավ եմ անում, սենց եմ անում, լավ եմ անում։ Կասեք, չէ, ոստիկան ես, համազգեստով ես, չի կարելի որ դու տենց անես։ Բա եկեղեցականի համազգեստն էլ դա է։ Եվ եթե ոստիկանը տենց անի, ամբողջ համակարգը կփլուզվի, չէ։ Դրա համար էինք ասում, դուք մեզ որակում էիք ամենատարբեր կեղտոտ բառերով, ինքներդ չհասկանալով ուր եք տանում այս ամեն ինչը։ Չունեք դուք հեռատեսություն բացարձակ չունեք կամ ինչը որ ավելի մոտիկ է ճշմարտությանը իմ կարծիքով, դա անում եք դիտավորյալ։ Ես բազմիցս ասել եմ ու բանավոր եմ պարզապես ներկայացել, վերջապես գտա այդ նկարը, կներեք ժողովուրդ ջան, վերջապես այդ նկարը ես գտա, որտեղ որ երկրաշարժի ժամանակ փլատակների տակից, երբ որ ամեն ինչ, փլատակն է, փորձում են թեթևացնել, հա, ինչ որ կա ավելորդ իրար փոխանցելով դեն նետեն, որպեսզի տակից կարողանան մարդկային կյանքեր փրկել։ Այդ ընթացքում մի հատ ֆոտո էր արված, որտեղ որ մարդիկ բան են անում։ Հանկարծ այդ ոնց ասեմ, թափոններ ասեմ, աղբ ասեմ, քանդու քարապ այդ ինչ որ մնացել է այդ շենքից։ Այդտեղից գտնում են Վազգեն առաջինի նկարը ու դա իրար արդեն փոխանցելով են իջացնում։ Սա Վազգեն առաջինն էր, ում ընդունել են կաթողիկոս, խնդրեմ պատկերը։ Մի կողմից քարն ու փայտն են իրար փոխանցում, շպրտում, երևի այս կողմեն կողմ որ տակից եթե մարդ է մնացել ողջ փրկեն, մեկ էլ հանկարծ ձեռքեր են գնում այս նկարը ու սա են զգուշորեն իջացնում։ Այսինքն սա մարդու հանդեպ կատարյալ մեծագույն հարգանքն է։ Քաղաքացիները, ընդ որում 88 թվականին ես հիշեցնեմ, երբ նոր սկսվել էր կամ արդեն պրոցեսի մեջ էր խորհրդային միության փլուզումը, երբ քաղաքացիները դեռևս ավելի շատ աթեիստ էին, քան քրիստոնյա, երբ քաղաքացիները դեռևս այդքան կապ չունեին եկեղեցու հետ, բայց այ գնահատականը այսպեսին է լինում։ Եվ ես պարզապես վստահ եմ, որ եթե Կտրիշ Ներսիսյանը իրեն դրսևորեր Վազգեն առաջինի եղունգի չափ, դժվար թե համահայկական այս ընդվզումը լիներ, դժվար թե այս բողոքը, այս պահանջները առաջանային, չէր լինի։ Տեսեք ում եւ ում միջև է գնում խոսակցությունը, մենք կաթողիկոս ենք ուզում, հայ ժողովուրդը կաթողիկոսի կարիք ունի, ոչ թե մի հատ սենց քաղաքական խմբակ, ովքեր տարբեր հանցագործություններով են աչքի ընկնում, հայտնի են ուխտադրուժ կեցվածքով, մի խոսքով ինչ ուզում անում են, մեկը պլանա գցել տալիս մեկի գրպանը, այն մյուսը հեղաշրջման կոչ է անում պատերազմից հետո,
սինխրոն գործելով ադրբեջանցիների հետ, հետո վերահաստատում է իր ասածը, որ այո, հենց այդ էլ նկատի է ունեցել։ Էլ մյուս առհասարակ տերորիզմի կազմակերպման գործով է անցնում, բայց արի ու տես, որ որոշների համար սրանք սրբազաններ են։ Ես պիտի խնդրեմ մի հատ այդ տեսանյութը, երբ Գյումրու համայնքապետարանում այն Ռուբեն Մխիթարյանը ինչա, բա կախել էր պլակատները ու չգիտեմ Իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն է Գյումրու քաղաքապետարանի պատուհանից պաստառ ցուցադրում եւ գոռաց ազատություն սրբազաններին պաստառի վրա սրբազանների նկարներն է Բագրատ եւ Միքայել սրբազանների պաստառի վրա գրված է ազատություն քաղբանտարկյալ գյումրեցի սրբազաններին Այս սա արդեն ամեն ինչ ասում է, սա հենց հաստատում է իմ ասածը, ազատություն քաղբանտարկյալ սրբազաններին, ինչ անշանակում, այսինքն մարդիկ, հենց նրանք, ովքեր որ սատարում են սրանց, ասում են, որ սրանք քաղաքական գործիչներ են, հասկանում եք, այսինքն շատ հանգիստ, օքեյ, փակեք, դուրս եկեք այդ տեղից, բացեք հայ առաքելական եկեղեցի կուսակցություն եւ որպես կուսակցություն դրսևորեք ձեզ քաղաքական դաշտում։ Չնայած լավ կանեք հայ առաքելական եկեղեցի բանը խոսույթը չօգտագործեք քաղաքական կուսակցություն հիմնելու մեջ, բայց այնուամենայնիվ, կասենք լավ, մի ախմախ մարդ են, այդ են գտել։ Հա, ուրիշ բան չեն գտել հայերեն, ոչ մի նորմալ ձևակերպում չեն գտել։ Այդ են գտել, այդ են անում։ Դուք ձեր բերանով ասում եք, որ նրանք քաղբանտարկյալ են։ Տեսեք, դա Հայաստանում քաղբանտարկյալ չկա, խնդիրը դա չի։ Բայց եթե քաղբանտարկյալ եք դուք ձևակերպում, ապա դուք այստեղ արդեն ստորադասում եք նրանց սրբազան հայր լինելը, հասկանում եք, թե հետո Բագրատը ինչ գործ ուներ այդ պլակատի վրա։ Գյումրեցի, հա։ Կամ եթե կար, բան երկուսը ինչի չկային։ Գիտեք, ցավալի է, այո, ես որպես հայ մարդ ցավ եմ ապրում, որ առնվազն 4 եկեղեցական այս պահին նկուղներում են։ Դա ցավալի իրականություն է։ Ցավալի է ոչ թե նրա համար, որ վայ սրբազան է նստած բերդում, չէ։ Ցավալի է նրա համար, որ սրբազանները կարող են լինել այնքան հանցագործ, որ լինեն այդ կամերներում, կարող են լինել այնքան բան, կապ չունեցող իրենց գործի հետ, այնքան ուխտադրուժ, այնքան հանցագործ, եւ սրանք են ներկայացնում Աստծուն մեզ, հասկանում եք դուք, սա անընդունելի է, սա ցավալի է, եւ ես կարծում եմ սա վերջը չի, այո վերջը չի, եւ այս խունտան, որը ներկայանում է ու թաքնված է եկեղեցական հագուստի տակ եկեղեցու հետևում, Քրիստոսի խաչի հետևում, սրանք հերթով այնտեղից դուրս են բերվելու ու ամեն մեկ այո իր համապատասխան պատիժը պիտի ստանա, որովհետեւ իրենց գործունեությունը ոչ միայն իրենց անձնական գործունեությունն, այլ դա այնպիսի գործունեությունն է, որը որ ազդել է մեր հավատքի վրա, մեր եկեղեցու հեղինակության վրա, մեր բարոյական նորմերի վրա, մեր պատկերացումների, անգամ մեր խոսույթի վրա, ամեն ինչի վրա, դա անդառնալի այնպիսի մի բան է հարված է, տասնամյակներով տևած, որը շատ սերունդների, սա կեղտոտել է մեր արունը, հասկանում եք, դրա մաքրումը սերունդներ է պահանջելու, զավթված է եկեղեցին, սրանց նմանների կողմից, եւ այո, ես չեմ բանանում, մերժում, այո, Ռուբեն Մխիթարյանի նմանի եկեղեցում անեծքներ հնչեցնողները քաղաքացիների հասցեին, Կտրիշ Ներսիսյան իբր սատարողները եւ այլ, այո, նրանց նմանների բանը կաթողիկոսը կարող է լինել Կտրիշ Ներսիսյանը եւ դա կարծես թե միակ բնական բանն է։ Դա բնական է։ Այո, իրենց երբ որ նայում ես իրենց պահվածքը,
իրենց պատկերացումները պետության ու հայրենիքի մասին, որ պատրաստ են պետությունը դնել ռուսաց սապոգի տակ, դրանով նաև այսինքն ռուս-թուրքական շահերի սպասարկման սեղանին դնել, այո, կաթողիկոսն էլ նրանց պիտի Կտրիշ Ներսիսյան անուն ազգանունը կրող անձնավորություն լինի, բա ով պիտի լինի։ Տեսեք, ուրեմն դուրս էին եկել, ինչ-որ կանայք էին, վազում, գորգռում, ճվճվում էին, որ վարձու կանայք են, էլի, գործով եկել էին։ Այո, դրաս նմաններին եկեղեցիները պահում են, ինչ-որ ժամանակ առ ժամանակ շորկոշիկ կտան, թե մի կտոր ձետ կտան, կասեն, այս Աստվածա ուղարկել այն բարերար միջոցով, բայց ամեն կիրակի պատարակներին ներկա կլինեք, որպեսզի դատարկ չերևա եկեղեցին, կա այդպիսի մի հատ բանակ գոյություն ունի, ում ոնց ականջներին լցրել են, որ հեսա հանկարծ եթե հաջողեց ժողովուրդը ու Կտրիշ Ներսիսյանը հեռացավ, դուք սոված եք մնալու։ Ու սրանք դուրս են եկել պայքարի, պաշտպանելու, փրկելու իրենց այդ մուրացիկ կեցվածքն ու կյանքը։ Ես ցավում եմ ձեզ համար եւ քաղաքական, նաև քաղաքական process-ների մեջ ենք նրանց տեսել։ Ես խնդրում եմ այդ մի տեսարանը, երբ որ այն կնոջ հետ կապված տեսեք, ովքեր են սատարողները, էլի, եւ եկել են այն մարդկանց, այն սրբազաններին, ովքեր մասնակից էին վարչապետի հետ եկեղեցում, հեսա, եկել են անիծում են բաներ։ Տեսնեք նույն կանանց, բայց արդեն ամռանը Շիրակի թեմի առաջնորդարարի դիմաց պարզում են նրանք Միքայել Աջապահայանի աջակիցներն են։ Սա Կտրիշ Ներսիսյանի բարքերն են, երբ մի հոգևորական մյուս հոգևորականներին փորձում է վարկաբեկել։ Իդեպ այդ նույն կանանք նույն բառամթերքով հարձակվեցին մի քանի պատգամավորի վրա։ Ինչպես մյուս նմանատիպ դեպքերում միշտ դեպքի վայրում է հայտնվում Սյուզի Պադոյանը, հետո ցանկալին իրականության տեղ ներկայացնելով վերնագրում ամոթանք տվին, վռնդեցին Գյումրիից եւ այլն։ Աջապահյանի սատարողն է։ Այս ինչ անձապաշտություն եք քարոզել դուք եկեղեցիներում։ Ինչ անձապաշտություն եք քարոզել։ Այս ինչեր եք դասիրակել։ Դուք կոչված եք քրիստոնյա մարդ դասիրակելու, ձևավորելու քրիստոնեությունը, գիտեք ինչ, ժողովուրդ ջան, առհասարակ իմ կարծիքով գրեթե բոլոր կրոններն են այդպիսին, չեմ ուզում էլի հանկարծ բան անել, բայց խոսեմ քրիստոնեության հետ կապված։ Քրիստոնեությունը նախ եւ առաջ արժե համակարգ է, նոր արժե համակարգ է, որը մարդկությանը մեկ իրականությունից, մի ապրելու ձևից, մի ընդունված խաղի կանոններից, то մի սննդակարգից, մի իրավիճակից առաջարկում է տեղափոխվել այլ հարթություն, այլ իրավիճակ, այլ շփումներ, այլ միջավայր։ Եվ պատվիրաններից սկսած նաև, այ պատվիրաններն էլ ժամանակին դեռ 5 կտակարանում ինչի մասին են, երբ որ ասում եմ մի սպանիր, դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ սպանությունները եղել են շատ ընդունված երևույթ, չէ՞։ Մի շնացիր, այսինքն շնացումը եղել է ընդունված երևույթ, այսինքն եղել է այդպիսի իրականություն։ Այդ 10 պատվիրանը կարդացեք ու հստակ նկարագրում է, թե այդ ժամանակ ինչ իրականություն է եղել։ Հետո դրա միջից պիտի Աստծո ժողովուրդը, ընտրած ժողովուրդը դուրս գար, որպեսզի ձևավորվեր նոր հասարակարգ, նոր հասարակություն։ Հետո պիտի գար Հիսուս Քրիստոսը, արդեն ինչ ինքը ասում, իր արժե համակարգը պիտի ներկա, այսինքն պիտի մարդկությունը հասներ, այս դա բարոյական, քաղաքակրթական զարգացումն է, որ մարդու մեջ, դուք պատկերացրեք, որ մարդը դեռևս լիներ այն վիճակում ինչ է լինելու։ Սա նախ եւ առաջ արժե համակարգ է, եւ անգամ եթե դու հավատացյալ էլ չես, ուղեղով եթե վերաբերվես դրան, դու որպես մարդ կդառնաս լավ մարդ, եթե հետևես այդ կարգ ու կանոնին, հա։ Հիմա եկել եք, էս ինչ եք դուք դասիրակել, ձեր գործը
եկեղեցականների գործը մարդկանց այդ արժեհամակարգին հարիր պահելն է, որը պիտի նաև համաչափ լինի պետության զարգացման նախաձեռնությունների եւ ծրագրերի հետ, հասկանում եք, որովհետեւ եթե պետությունը առաջարկում է մի հատ լավ բան անել, չի կարա դրանով զբաղվի վատ մարդը, հասկանում եք, պիտի մարմինն ու հոգին ճիշտ ֆունկցիոնալ աշխատեն եւ դրա համար է նաեւ որ մեր սահմանադրության մեջ բացառիկ դեր եւ նշանակություն է տրված առաքելական եկեղեցուն։ Ինչ ենք անում մենք։ Դաստիարակում ենք կնանիքի, ովքեր պիտի դուրս գան, թռնեն ակտիվ, սենց եսիմ քաղաքական, եսիմ ինչեր խոսեմ։ Հետաքրքիր է։ Եվ սա Աչապահյանն է, ում սատարում է Ռուբենը պլակատներով, սրա կարիքն ունեն ապշելու բանը, այո, սրանց կաթողիկոսը կարա լինի Կտրիչ Ներսիսյանը, կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Տարվա մեջ մի քանի անգամ լսում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը ինչ-որ արտասահմանյան այցեր է կատարում եւ դրանց արդյունքների մասին որպես կանոն լայն հանրությանը տվյալ դեպքում հավատացյալ հոտը չի տեղեկացվում։ Չնայած հաշվի առնելով հայ առաքելական եկեղեցու արտասահմանյան թեմերում տիրող մթնոլորտը ակնհայտ է, թե Կտրիչի այցերն ինչ արդյունք են տալիս։ Բայց Կտրիչը մոռացել է, որ Հայաստանի ներսում նույնպես թեմեր կան եւ թեմերի հավատացյալ հոտը։ Կտրիչի գահազավտման 26 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա այցելեր մարզեր, հեռավոր գյուղեր եւ հաղորդակից լիներ հասարակ քաղաքացիների հետ։ Նրա շրջապատը եւ հայրապետական օրհնության հասցեատերերը մեծահարուստներն են, օլիգարխները եւ նախկին բարձրաստիճան ու հարուստ պաշտոնյաները։ Կտրիչը լաքշրի մասայի լաքշրի կաթողիկոս է։ Ամբողջովին համաձայն եմ Ալխազ Ղազարյանի գրառումն է։ Անգամ ես այս թեզը երեկվա YouTube-յանի մեջում հետո շոշափեցի, որ պիտի Ժողովուրդ ջան մենք հասկանանք ցանկացած մեկով եկեղեցի գնում է եւ գանձանակի մեջ գումար է գցում, կամ մոմ է գնում, կամ երեխային է կնքում, կամ պսակադրվում է եւ այլն, ինչի համար վճարում է, դա նորմալ, ես վճարումներին բան չեմ վերաբերում, ես չեմ ասում թե եկեղեցին պիտի անվճար չգիտես ինչեր անի։ Իհարկե, այստեղ տարբեր մոտեցումներ կան, այնուամենայնիվ, հա։ Վճարում է, այդ գեներացվում է բյուջե, եկեղեցու բյուջեն է գեներացվում այդ ձևով, եւ պիտի հասարակությանը ներկայացնի իր արտասահմանյան ոյաժների արդյունքները, որովհետև իր այդ ոյաժները տեղի են ունենում այդ բյուջեի հաշվին, եւ քաղաքացիները, մարդիկ, հավատացյալները պիտի տեսնեն, որքանով է դրանից ելնելով պիտի գնահատեն, որքանով է արդյունավետ աշխատում, որքանով է ու չգիտեմ, կարող է անուն էլ դնեն, հա, իրենց համար։ Բայց մենք մեր հանրության ինչ-որ մի հատված չի ցանկանում սա ընդունել, չի ցանկանում ու վերջ։ Փոխարենը աչքովս ընկավ Արամ մեծի տանն Կիլիկիո Արամ ակաթողիկոսը Հայաստանի իշխանություններին կոչ է անում հեռու մնալ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին միջամտելու, եկեղեցու ներսում պառակտումներ մտցնելու, հակասահմանադրական ու անտունելի քայլերից, չգիտեմ, սենց բաներ ա գրել։ Նախ դու ով ես, Արամ ա։ Դու ի՞նչ գործ ունես Հայաստանի հետ։ Դու ի՞նչ գործ ունես։ Դու ով ես։ Դու ով ես, որ իշխանություններին հա։ Տեսեք, թողնես հեռու մնացեք եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից։ Սա ասում է Արաման։ Եկեք պետք տրամաբան ենք, էլի։ Եկեղեցին երկու կաթողիկոս ունի։ Մեկն էլ Արաման, սա ծայրագույնն է իբր համարվում, բանը Էջմիածնի, ես Կտրիչի մասին չեմ խոսում։ Ենթադրենք Կտրիչը չի, կաթողիկոսն է։ Ծայրագույնն է, այսինքն մի խազ բարձր է։ Բայց ես ի՞նչ կաթողիկոսություն է։ Պառակտելուց դուք եք, պառակտում բառը ոչ մի եկեղեցական չունի որևիցե իրավունք արտաբերելու, քանի դեռ այս վիճակն է մեր եկեղեցում։
Պարակտում բառը ով դուք չպիտի օգտագործեք, սա մեկ։ Ներկայանում ես որպես կաթողիկոս բանի, մեծի տանեն Կիլիկիո։ Դու Հայաստանի իշխանություններին ոչ թե կոչ, դու առնվազն կարող ես խնդրես, որ քեզ հետ զրուցեն։ Ես ինչ վերամբարձ բաներ եք խոսում, եկեղեցին պարակտելու, եկեղեցին դուք նոր եք պարակտել, արամ, քեզ ուղիղ հարց եմ տալիս, Մոսկվայի թեմում, դեռ են եզրասին, որ զորով FSB-ն բերում էր կարգեր թեմի առաջնորդ, այնտեղից կային սարկավագներ քահանաներ, որ աշխատում էին նախկին բանի հետ, Սրբազանի հոր հետ, եւ այստեղից Կտրիշ Ներսիսյանը նրանց կարգալույց արեց, ոնց որ իբր Տեր Արամինա կարգալույց արել, ասեց մի խոսքով դու բան, այս մարդկանց զրկեց ամեն ինչից, դու ինքդ կապնվել ես, ասել ես եկեք ինձ մոտ աշխատեք, դու ինքդ չես ենթարկվել Կտրիշ Ներսիսյանի կարգալույցի թեմային, հիմա դուրս ես եկել ինչ եք խոսում դուք ձեզանից տեղյակ եք առհասարակ, ամեն մեկդ մի ամբողջ կյանք ապրել եք, բայց մինչև հիմա չեք հասկացել ձեր գործունեությունը ինչի մասին է, չեք հասկացել, այո, ձեզ չտվա, եթե դուք գիտեք, անգիր եք արել աստվածաբանական որոշ գրքեր, բան ուրեմն, չգիտեմ, արդեն վերջ, դուք չեք հասկացել, այդենց առանց հասկանալու էլ գնալու եք հերթով, գնալու ժամանակն է, թե ամեն մեկդ մտածում եք ձեր թոշակի մասին, թե մտածում եք, թե որտեղ են ձեզ խնամելու պահելու, մոռացեք դրանց մասին, մոռացեք, այս ամեն ինչը կարա համակարգի նոր կաթողիկոսը, ով որ կլինի ժողովրդի ընտրյալը, ու դա կլինի, ու խորհուրդ կտամ չխառնվել ոչ մի բաների մեջ, ձեր կոչերով էլ մի քիչ ձեզ խելոք պահեք, որովհետև նմանատիպ կոչերը աշխարհն է նայում, այս ինչ եք գցում մեր թշնամիների բերանը, որ, այս ինչ եք գցում, պարակտում է եկել, այսում բերանն եք ինչ լեզու դնում, ինքներդ լինելով պարակտիչներ, թե կարողա գիտես մենք տեղյակ չենք, թե Հունաստաններում եւ այլն իրենց սրբազան հայտարարած սրիկաները պատարակների ընթացքում 44 օրյա պատերազմից անմիջապես հետո ես կգտնեմ էլ եթե մի չջղայնացեք ամբողջ վիդեոները կգտնեմ կհանեմ ջրի երես ոնց են կանգնում ժողովրդին ատելություն սերմանում, թե այս իշխանությունները տվեցին Ղարաբաղ այդ զոհվածների մեղավորը միակ եւ այլն, այդ կոչերը դուք գիտեք մենք չենք հիշում կամ չենք ունեցել ձեռքի տակ նմանատիպ վիդեոներ, չենք ցանկացել հրապարակել, որպեսզի ձեր հանդեպ ատելություն չգեներացվի, որովհետեւ մեր գործունեությունը ատելության մասին չի եղել, այդ ձերն ա եղել ատելության մասին որ քանի Հայաստանը եւ ներքաղաքական վիճակը ընկճախտի մեջ է, ինչ որ կերպ դիմար անգղերի նման լծվել եք Հայաստանի վրա, կծահարում եք եւ Հայաստանը հառնելու է չնայած ձեր նման անգղերի, այո դուք լեշակեր անգղեր եք, դուք բոլորդ, նախկիններով, բոլորդ, դու չես իմացել կտրիչը ինչացու է, ինչի ժամանակին չես խոսել, ինչի չես դուրս եկել սրատով, ինչի եկեղեցին չես փրկել, ըսկզ նորմալ է տերորիստ սրբազան ունենալը, ըսկզ նորմալ է օրենքով անցնում է գործով պլան սրանրա ջեբը կծելու համար, իջելա չի իջել, ասում է պետք է այդ ապորինի հետապնդմանը պետք է բան անել, ինչն է ապորինի, պետական պետության օրգանների գործունեությունն եք դնում կասկածի տակ, եսին որտեղ արենքից, ով ես դու Դուք բոլորը շատ պուճուր եք, դուք մարդ չեք, ուր մնաց թե չգիտեմ սրբազաններ եւ այլն, հարությունը ձեզ չի ընդունում ու չի էլ ընդունելու այսուհետ, դուք գոյություն չունեք, դուք սպառել եք ձեր օրակարգը, սրան նրան ծառայելու, դաշնակների միջոցով, ռուսների միջոցով, թուրքերին ու եւ այլն, հանուն ձեր լավ օրերի, ձեր վայելքների, դուք ծախել եք մեր ժողովրդին, նոր
նորմալ է, ցանկացած գիտակից մարդ, ձեր տարիքի ամոթն էլ է լավ բան։ Ձեր տարիքի գիտակից մարդը կարող ասի նորմալ է, որ պատերազմից հետո պարտվող երկրում բանա ներքին ռազմական հեղաշրջում լինի, դա տվյալ պետության վաղճանն է, մեր պետության կապիտուլյացիան եք ուզում, եք ինչի վրա եք վստահ, որ հեղաշրջման ընթացքում, պրոցեսի ընթացքում թշնամին առիթից չի օգտվելու ու նոր ռազմական գործունեություն չի սանձազերծելու, բա ով էր տիրություն անելու ու դրա լեգիտիմությունը ինչի մասին էր լինելու, սա որևիցե կայսրությունից ազատագրական պայքար չգիտեմ սենց բաժու, սա պետություն է, ու որևիցե մեկըտ ում անունով ուզում եք գաք, իմ պետության դեմ եկաք, ասում եմ, իմ նման քաղաքացիների ձեռքից որևիցե մեկըտ չեք պրծնի, սա մեր պետությունն է ու ցանկացած պառնալիքի դիմաց կանգնած ենք, կանգնել ենք և կանգնած ենք, այո, ձեր նման չենք, հայրենիքի համար կուրց պատրենք, երբ որ ժամանակը պետք լինի սահմանագծում, բոլորդ մկան ծակին 1000 թուման տված նստած լինեք, հասկացաք? Այդ նոր եք դարձել բոլորդ հայրենասերներ ու հայրենապրկիչներ, մի հատ տեր չտեսանք Արցախի եկեղեցու բակում զոհվի եկեղեցին պաշտպանելուց։ Վայ տեսեք մեր եկեղեցիները, Արա Պապյանի գրառումը, բանա, որոշել աստեղ մի հատ բան լինի, ճիշտ է, որ հաշվի առնելով ծաղրում է, էլի, բանը, սարկազմին եք, պատարակատենչ ոստիկանության առատությունը Փաշինյանը հաջորդ պատարակը դադիվանքում է անելու, նենց իպր ծաղրում է, Արա Պապյան, եթե, ես հիմա հարցիդ հարցով, ես կոմեկնաբանությունների դաշտում եմ գրել, իսկ ճիշտ է ենթադրությունը, թե եթե 2018-19 թվականներին դադիվանքում պատարակի մասնակցած լիներ, հիմա կասեիք, եթե դա չաներ, ապա ազիկը չէր հարցակ մեր վրա, ես ինչ երեք խոսում, նստած 30 տարի մեզ ասում եք Ղարաբաղը մերն է, երկրի վարչապետը դուխով կանգնեց Շուշիում, ասեց Ղարաբաղը Հայաստան է, մերն է, հետո կանգնեք ասում եք, այ որ չասեր պատերազմ չէր լինել, չհասկացանք, հիմի մերն էր, թե մերը չէր, կամ Սերժ Սարգսյան կոչեցյալը, նամակը տեսանք, ծաղր ու ծանակ էր հայոց պետականության ու հայ ժողովրդի հանդեպ այդ նամակը Պուտինին, հիմա դաշնակներին էլ ասեմ, բոլոր նրանց էլ ովքեր սատարել կամ սատարում են սրանց, քաղաքական ուժերի մասին է խոսքը, արժանապատիվ խաղաղություն, տեսեք բանը Նիկոլը կզած խաղաղություն ամորում, հիմա ես ես ուղիղ ձևակերպում եմ ասում, որը որ կոալիցիան իշխանության ժամանակ ծախում եք ժողովրդի վրա, տարածքներ խաղաղության դիմաց, սա խաղաղություն մուրալ չէր, տարածքներ խաղաղության դիմաց, սա արժանապատիվ խաղաղություններ, եկեք տարածքներ տանք, որ հանկարծ կռիվ չգավ մեզ վրա, դուք եղել եք զիջողականներ, ընդ որում հայրենիքի տարածքներից, ընդ որում մի բան էլ պետության տարածքից էլ, այսօր կանգնել ասում են, չէ, գիտեք, մենք բանը հայրենատենչ, մենք եթե լինենք, եսի ինչը ոնց կանեինք, ունեիք ժամանակ անեիք, բայց դուք անողը չեք եղել, հենց այդ է խնդիրը, որովհետև դուք շատ փոքր եք եղել, որ մի բան անեք, ձեզ ինչ որ ասել էին, դուք դա պիտի անեք, Դուք ով եք եղել, դուք անձնական ինքնուրույնություն չեք ունեցել, ուր մնաց թե պետական ինքնուրույնություն ունենայիք։ Սրասն այելը։ Ամեն մեկը դարձել է մի թարլան բան, արծիվ եկել, ընկել, դուք անգղ եք, ձեզ արծիվի մեկ տեղ մի դրեք, դուք գիշատիչ անգղներ եք։ Ազատություն քաղբանտարկյալ սրբազաններին, աշխարի ամենա չլնող ձևակերպումը, կամ սա վիճակ էր, մի հատ են Վովա Հակոբյանին են, էկ տերը որ եկել էր, մի հատ խնդրում եմ էլ, այդ կադրը մի հատ կարող ենք ունենալ էկրանների։ Հիմա ասում են կաթողիկոսը զավակ ունի ու 10 Սա ինձ պիտի Աստծու հետ ծանոթացնի, սրան նայեք։ Դուք ունեք այդ Ոնց որ նախկին Մաուզերից լինի։ Լսեք, ուրեմն Լսեք եւ մի հարց մի տվեք, սադրիչ հարց մի տվեք, ուրեմն եթե կաթողիկոսն է հարցը, ես էլ ուղիղ ձեզ հարց պատասխանում եմ, ուրեմն ինչ կապ ունի, երբ որ օրինական պատարագչին չեն թույլ տալիս այստեղ պատարակ մատուցելու, այսինքն լիազոր իրավունք ունեցող պատարագին եւ բերում են ուրիշ տեղից մի բան, դա ինչ կապ ունի կաթողիկոսի զավակ ունենալու կամ չունենալու հետ։ Ես քեզ պատասխանում եմ էլի, ցիվիկից ես, հա, երևում է։
Ուրեմն մի բան կարող եմ ասել ձեզ։ Ուրեմն եթե ձեր հետևից ընկնեն, ինչ չէ, ես զավակի բան չասեցի, ուղղակի սպասում եմ իրենից այդպիսի հարց։ Իմ հարցի պատասխանեք։ Հա։ Տեր հայր։ Դու ես մեր զավակը, հա, նա արտիկից ես, չէ։ Աղակի ստգում էր խտրականություն չկա։ Չէ, չէ։ Իմ հարցին չպատասխան։ Ուրեմն ես չեմ պատասխանելու, որովհետև դա իմ իրավունքը չէ։ Դու դավաճանել ես քո կնոջը։ Ես քին չունեմ։ Չունես, ուրեմն ուրիշ տղամարդու հետ դավաճանել ես երբևէ։ Ում է։ Չգիտեմ ում հետ։ Ում եմ տաղաճան։ Ես Դու քո մարդկություն ամուսնացած ես, ուրեմն կարող ես դու բանես։ Մի րոպե կներես, իսկ դու կարող ես հանգարց ասեք լեվի ես գնացել։ Ես ուղ չեմ տվել ոչ մեկին։ Ես ոչ մեկին Իսկ դու կարող ես քո բանը, ուրեմն ասես թե իմ անձնական դա էլ ուրեմն իմ անձնականն է կպատասխանեմ թե չէ։ կաթողիկոսը կուսակրոնության ուղղ է, չէ՞, տվել մի րոպե, Ուղղակի դու ձեր աստիճանին մի գնացեք։ Հարցեր կան, որոնք չպիտի տակ։ Ուրեմն հենց այդպես բարոյական չէ ձեր կողմից այդ հարցը։ Մենք եւս հարցերում ենք։ Բարոյական չէ իմ հոր հանդեպ այդ հարցը տալ։ Իմ հայրը շատ բան կարող արած լինի։ Ուշադիր լսի, հայրը շատ բան արած կլինի։ Ու հաստատ արել է այդ ամենը, լավ եմ անում։ Լավ եմ անում։ Ներողությունը կարիք ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամը կարիք ունի։ Ուրեմն դենա խաղաղության ճիշտ է։ Քաղաքացիական պայմանագրի անդամը կարիք ունի պաշտպանության։ Ուրեմն անունը տասախնդրում եմ, հա։ Գովա ջան, ուրեմն լսի, հարցեր կան կյանքում։ Իմ հոր վերաբերյալ բարոյական չէ գալ եւ քեզ հարցնել քո հայրդ եւ մայրդ ինչ է արել։ Կարող է արել է։ Հասկանում ես, ուրեմն այդ հարցը մի տուր ինձ։ Կաթողիկոսը իմ հոգեվոր հայրն է։ Հա, իմ հոգեվոր հայրն է։ Իմ եկեղեցու գլուխն է։ Դա ի՞նչն է ինչի հետ համեմատում։ Ոչ իրեն Կենսաբանական ծնողներին համեմատում է բանի հետ, հոգևոր հոր հետ։ Բարոյական չի տալի այդքան բան։ Ընդ որում ասում եք, պատասխան չունեք։ Եթե ոմանք մեղադրում են որևէ մեկին, թող գնան ապացուցեն։ Լավ, բավարար է, շնորհակալություն։ Նայեք ինչ է անում, մանիպուլյացիան նայեք, KGB շպիոնն է, երևի, ամենայն հավանականությամբ։ Ուրեմն, մարդու ֆիզիոլոգիական, իր բան, կենսաբանական ծնողներին, ասում եմ ես քո հորումոր մասին տես բան խոսում եմ, համեմատում է հոգևոր ծնողների հետ։ Այս ապուշ մարդը, այս տեսակը, նախ ինձ ծանոթացնողն է Աստծու հետ, դուք պատկերացրեք։ Չի կարողանում հասկանալ։ Իսկ ովայի ծնողները, օրինակ, այդ որ ասում ես, համեմատություն տանում ես, ընդունված է համարել, որ ովայի հայրը ամենայն հայոց հայրն է, կամ ովայի մայրը ամենայն հայոց մայրն է։ Չէ, ովայի ծնողները, հայրն ու մայրը, ովայի հայրն ու մայրն են։ Կարող են նրանք ինչ որտեղ այո շատերի իր ընկերների համար նույնպես ծնող որպես ընկալվել, հա, բայց ոչ ավելին։ Ու այդ մարդու սրբությունն է։ Դա իր ծնողներն են։ Իսկ քո հոգևոր հորը, պարոն Յոլոպուկի, ներկայացնում եք որպես ամենայն հայոց, ով ըստ կանոնակարգի ասել է այս բաները ես չեմ անի, այս բաները սենց կանեմ, այ դրա համար ինձ շնորհեք այդ տիտղոսը ամենայն հայոցի։ Հետո խափել է, նախ մեզ է խոստացել, հետո Աստծուն, հետո համ մեզ համ Աստծուն խափել է։ Դու իշն ես բերել ինչի հետ համոտ, ես դու, կամ ինչ ես խոսում, Լևի գնացել եք, Լևի ոնց որ դու ես գնացել բոլ, վդիցը Լևի չէ, ինչի Լևի, բան, ոնց ասեցիր, ասում տղերքի հետ, ես ինչ ես խոսում, ունես դու ընկեր ունես, զուգ ընկեր ունես, պարոն, ես ինչ հա, սա տերտեր էր, իմիջայլոս, շատ հետաքրքիրն է, բան, Պանֆյորով ազգանունը, Պանֆյորով, հակել մեզ բանա սովորացնում, կյանքա սովորացնում, աստվածային արժեքներ էր հենց նոր ներկայացնում, այս մարդը ինձ պիտի ծանոթացնի Հիսուսի հետ, այս մարդը ինձ պիտի քարոզի, որ ես Հիսուսով ապրեմ, որ ես աստվածաշունչը ուսումնասիրեմ, որ ես իմ արժե համակարգը տեղավորեմ ինչ-որ տեղ, որտեղ արա։ Ու սրանք որոշում, այո, այ հենց այս Պանֆյորովի նմանի կաթողիկոսը կտրիչն է, սա հենց այդ դեմքն է, երևում է,
Երևում, այո, սրանց համար է, սրանցն է հենց կաթողիկոս կտրիչը։ Որը մերը չի, աղբեր ջան, գնացեք, բացեք ձեր համար մի հատ կազմակերպություն, ձեր համար հեր ասեք, զուգընկեր, ինչ ուզում եք ասեք։ Վովա Հակոբյանը ուխտ է տվել, ասում, որ ինքը կուսակրոն է լինելու։ Ասում է դու Լևի գնացել ես, քեզ ինչ։ Սա ցինիզմ է քաղաքացու հանդեպ։ Մյուս լրագրողները ասելիք չունեք։ Չունեք ասելիք։ Okay։ Ես կամրագրեմ, որովհետև ես ոնց նայում եմ, օրինակ նույն Սաթիկ News-ը, Սաթիկ Անժիկ News-ը, պիտի որ ասելիքներ ունենային, չէ՞ որ նրանք շատ հաճախ հանդես են գալիս լրագրողների պաշտպանության դիրքերից։ Սա ի՞նչ է։ Սա նորմալ է։ Չնայած ձեր համար նորմալ կլինի, եթե Վարդան Ղուկասյանը ասում է, արա կարճ մի հակեք, որ հետո մեր գիտակ չընկնենք, դուք եք մեղավոր հետո լինելու, եթե անկրծ բռնաբարվեք։ Ու դա նորմալ է, նրանք էլ կչկչում են։ Բնականաբար սա էլ նորմալ կլինի, ես չգիտեմ։ Ահա, այն իրականությունը, որտեղ ապրում են ոմանք, ապրել են եւ ապրում են ոմանք, ովքեր ուզում են խլել իշխանություն, գան եւ այդ իրականությունը տարածեն բոլորիս վրա։ Հեսա կտեսնենք։ 26 թվին բան չմնաց, ընտրություններին է տվում։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։